Հեղափոխության առանցքային արդյունքը պիտի լիներ այն, որ քաղաքականությունների ու քաղաքական հայեցակարգերի ձևավորման վրա ժողովրդի ազդեցությունը մեծանար։ Այս երևույթը նախ ինտուիտիվ արտահայտություններ գտավ, ապա եւ ավելի ու ավելի հաստատուն եւ համակարգված տեսք ստացավ եւ այսօր այստեղ տեղի ունեցողը հենց դրա արտահայտությունն է։ Եվ հետևաբար ինձ համար մեծ պատիվ է ազգային ժողովից ներկայացնել կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը, որով թևակողում ենք 4-րդ հանրապետություն։ Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել կառավարության ծրագիրը, որը հիմնված է իրական Հայաստանի գաղափարախոսության վրա։ Ինձ համար մեծ պատիվ է կառավարության ծրագրի ներկայացման այս առիթով վերահաստատել իմ կառավարության եւ կառավարող մեծամասնության նվիրվածությունը 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության օրակարգին, որը 2026-2031 թվականներին պետք է հասնի իր լրումին։ Իսկ ո՞րն է հեղափոխության օրակարգը։ Արդարության միջավայրի հաստատումը, անպատժելիության եւ օլիգարխիայի բացառումը, ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձը պետությանը եւ ժողովրդին, հանրային լայն հնչեղության հանցագործությունների բացահայտումը եւ մեղավորներին պատասխանատվության կանչելը, կոռուպցիայի զերծ պետության հաստատումը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, թափանցիկ եւ մասնակցային կառավարումը։ Այս բոլոր ուղղություններով 2018 թվականից ի վեր Հայաստանում էական զարգացումներ են տեղի ունեցել, բայց այնուամենայնիվ այդ օրակարգը անկատար է մնացել երկու հիմնական պատճառով։ Պատճառներից մեկն այն է, որ COVID-ի համաճարակից ի վեր Հայաստանի ղեկավարումը ստանձնած հեղափոխական թիմը ստիպված է եղել զբաղվել ճգնաժամային կառավարմամբ, եւ նրա ուշադրության եւ էներգիայի մեծ մասը կենտրոնացած են եղել հենց ճգնաժամային օրակարգերի վրա։ Երկրորդ եւ ոչ պակաս կարևոր պատճառը արտաքին եւ ներքին զարտուղի ազդեցություններն են մեր երկրի ինստիտուտների եւ նրանց գործունեության վրա։ Բայց ի հեճուկս այս ամենի մենք ի վիճակի ենք եղել իրականացնել ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք վստահություն են տալիս, որ ի վերջո հեղափոխության կիսատ մնացած օրակարգը լրումին կհասնի, որովհետև այդ օրակարգի իրացումը ընթանում է ամբողջ ծավալով, այսօր է ընթանում։ Ապօրինի կերպով ձեռք բերված գույքի վերադարձի համակարգը արդեն իսկ գործում է լիարժեք կերպով։ Պետական եւ համայնքային շահերի պաշտպանության համակարգին զուգահեռ եւ արդեն իսկ շուրջ 304 միլիարդ 182 միլիոն դրամի գույք եւ դրամական միջոցներ են վերադարձվել պետությանը։ Սրանից բացի Հայաստանի Հանրապետությունը մասնաբաժին ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, Ամուլսարի նախագծում, Viva Armenia-ում։ Հազարավոր հեկտարներով հողեր, որոնք դե յուրե կամ դե ֆակտո ապօրինի կերպով սեփականաշնորհված էին, վերադարձվել են համայնքներին եւ կառավարությանը, այդ թվում բանակցությունների միջոցով։ Էլ չեմ ասում այն փաստի մասին, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները 2017 թվականի համեմատ 2025 թվականի արդյունքներով ավելի քան կրկնապատկվել են, եւ այդ մուտքերի մեջ բացի տնտեսական աճը, էական դեր ունի ստվերի կրճատումը, որտեղ գեներացված ահռելի միջոցներ պետական բյուջեի փոխարեն հեղափոխությունից առաջ հոսում էին բոլորիս հայտնի մարդկանց գրպանները։ Կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագրում արձանագրված է մինչև 2031 թվականը շուրջ 2 միլիարդ դոլարի ապօրինի ծագում ունեցող գույքի պետությանը վերադարձնելու հրամայականը եւ այն պրոցեսները, որ տեղի են ունենում Հեցի, Արարատ ցեմենտի, Ծաղկածորի ճոպանողու շուրջ վստահություն են տալիս, որ այս խնդիրը ի վերջո կլուծվի, ընդգրկելով ապօրինի ծագում ունեցող գույքի ավելի մեծ շրջանակ։ Այս գործընթացը ի դեպ կարևոր է ոչ միայն նախորդող շրջանի կոռուպցիայի
հետևանքները վերացնելու, այլև կոռուպցիայի կանխարգելման եւ կոռուպցիայի ձեռք պետության տեսլականը իրագործելու համար։ Այսօր գործող ցանկացած պաշտոնյա, կառավարության անդամ թե падգամավոր, համայնքի ղեկավար թե հիմնարկի տնօրեն, ովքեր իրենց աչքի առաջ կունենան կոռուպցիոն գայթակղություններ ու կտրվեն այդ գայթակղությանը, պետք է վստահ լինեն, որ ապօրինի կերպով ձեռք բերված ոչ մի գույք չի մնալու իրենց եւ իրենց ընտանիքի անդամների տիրապետմանը։ Վերջին տարիներին կառավարությունը բավարար ջանքեր է գործադրել դատաիրավական համակարգի բարեփոխումների եւ ինստիտուցիոնալ զարգացման համար։ Եվ կարող ենք ակնկալիք ունենալ, որ Հայաստանի զարգացման ընթացքը շեղած հանցագործությունները բացահայտվեն եւ մեղավորները պատժվեն, արժանի պատիժ ստանան եւ որոշ պրոցեսներ, այդ թվում մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները հույս են ներշնչում, որ ամեն ինչ հենց այդպես էլ կլինի։ Այս կենսական գործընթացի վիժեցման մեծագույն ռիսկը, ուզում եմ ուղիղ ասել իմ տպավորությունը, կապված է դատական համակարգի գործունեության հետ։ Հայաստանի դատական համակարգը մեծապես շարունակում է մնալ հիմնականում վերնախավերի եւ հիմնականում նախկին վերնախավերի եւ շահերի ու հետաքրքրությունների պաշտպան։ Սրա պատճառը ոչ միայն այն է, որ դատական համակարգում լայնորեն գործում են նախկին վերնախավերի ընտանեկան կապերը, այստեղ մենք ունենք նաեւ ինստիտուցիոնալ խնդիր։ Հայաստանի դատական համակարգը կաստայացված է եւ չունի լիարժեք օրգանական կապ իշխանության միակ աղբյուրի եւ կրողի ժողովրդի հետ։ Հայաստանում իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է, բայց գործում են դատական իշխանության գեներացման համակարգեր, որոնք ժողովրդից այնքան են հեռացված, որ ըստ էության նրա հետ ոչ մի կապ չունեն։ Հարցեր է հարուցում մասնավորապես դատավորների կողմից բարձրագույն դատական խորհրդի անդամներ ընտրելու կարգավորումը, որովհետև պարզ հարց է ծագում, իսկ ումից է բխում բարձրաստիճան պաշտոնյաներ ընտրելու դատավորների այդ իշխանությունը։ Հայաստանում որևէ իշխանություն կարող է բխել միայն ժողովրդից, եւ այն իշխանությունը, որը ժողովրդից չի բխում, առնվազն հարցեր է առաջացնում։ Այս տարօրինակ կառուցակարգը, որի մասին խոսեցի, մինչև օրս գործում է մի պարզ պատճառով, այն գտնվում է սահմանադրական պաշտպանության ներքո եւ դատական համակարգում նույնպես իշխանության լիարժեք լեգիտիմություն հաստատելու միայն մի ճանապարհ կա՝ նոր սահմանադրության ընդունումը, որով անհրաժեշտ է լուծել նաեւ երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը։